Սիրելի մեղրեցիներ, ողջունում ենք ձեզ, տափերով ենք ողջունում ձեզ, իրար տափերով ենք ողջունում։ Մենք այսօր արդեն առավոտից մեղրի խոշորացված համայնքում ենք, ագարակում ենք եղել եւ հիմա եկել ենք մեղրի այսօր հետաքրքիր մեր երեխեքի ուղեկցությամբ եւ Մոնթեի աջակցությամբ իմացանք, որ մեղրիում երրորդ մաս կա, իմացանք, որ մեղրիում կասկադ կա, իմացանք, որ կասկադը սուբվենցիոն ծրագրով է նորոգվել, այսինքն կառավարությունն է համաֆինանսավորել։ Գիտենք, որ այս մշակույթի տանը նաև երիտասարդական կենտրոն կա, որը կառավարության ֆինանսավորմամբ է ստեղծվել։ Եվ էլի նույնը ինչ որ ագարակի մասին կասեմ, հիմնականում նույնը էլի մեղրի մասին էլ պիտի ասեմ։ Մեղրիում լայնածավալ ծրագրեր են իրականացվում եւ ամենակարևորը մենք շատ մեծ սոցիալական փոփոխության ենք հասել, որովհետեւ այսօր կենսաթոշակառուների, գիտեք ինչ, մենք ասել ենք, որ 10,000 դրամով է ավելանում թոշակը, բայց ես հիմա հասկանում եմ եւ մեծ ուրախությամբ եմ արձանագրում, օրինակ 5 ամիս առաջ թոշակառուների գոնե մի 20-30% ասում էր, չէ, մենք չգիտենք այդ անկանխիկ այդ վճարը ինչ է։ Հիմա ոչ մեկի չեմ հանդիպել, որը անկանխիկ առևտրի դեպքում հետ վճար չի ստանում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի կենսաթոշակը ավելացել է 10,000 պլյուս 10,000 դրամով։ Եվ սա աննախադեպ իրավիճակ է մեր պատմության մեջ, ժողովուրդ ջան, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան սպառողական նվազագույն զամբյուղը։ Եվ ուզում եմ ասեմ, որ առաջին անգամ 2018 թվականից հետո է եղել, որ նվազագույն թոշակը ավելին է եղել համապատասխանել է նվազագույն պարենային զամբյուղին։ Նվազագույն պարենային զամբյուղը ինչ է? Նվազագույն պարենային զամբյուղը այն է, երբ որ ասում ենք թոշակը համապատասխանում է նվազագույն, լսում եք ժողովուրդ, լսում է նորմալ։ Երբ որ ասում ենք նվազագույն պարենային զամբյուղին համապատասխան է կամ չի, նվազագույն պարենային զամբյուղն այն է, որ մարդը մի ամսվա ընթացքում կարա այնքան կալորիա գնի, որպեսզի իր նորմալ կենսագործունեությունը ապահովի։ Եվ պատկերացնում եք 2022 թվականից առաջ նվազագույն թոշակը էական ցածր է եղել պարենային զամբյուղից։ Մենք եկել ենք 2018 թվականին նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, բայց էլի անհամապատասխան է եղել պարենային զամբյուղին։ Ես այսօր ընդհանրապես զարմանալի բան իմացա ժողովուրդ։ Տներից մեկում որ մտանք, այնտեղ ինձ ասում են, որ տիկինը աշխատել էր արվեստի դպրոցում, ինքը ինձ ասում էր, որ 2000-ականներին 1000 դրամ է եղել իր աշխատավարձը։ Այսինքն ուղիղ եթերում է եղել, ուղիղ եթերը թույլ չի տա, որ չափազանցել, ասում են ո՞նց է 1000 դրամ եղել աշխատավարձը։ Այդ ինչից սկսեց խոսակցությունը, ասում է իմ աշխատավարձը ձեր օրոք 18 թվականից հետո 100-ապատկվել է։ Ասում եմ լավ, դե հասկացանք, լավ, շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, շատ լավ է, բայց ոնց կար աշխատավարձը 100-ապատկվի։ Ասում է, հա, ես 1000 դրամ եմ ստացել։ Ասում եմ, ոնց կարա։ Հետո իր մայրիկն էլ, ով բանում բուժ համակարգում քույրը աշխատել, ասեց, հա, ես էլ եմ 1000 դրամով աշխատել։ Աշխատավարձը 1000 դրամ է եղել 2000-ականներին, մի քիչ չգիտեմ որթիվ։ Եվ ասում է հեղափոխության արդյունքներով, ասում է մեր աշխատավարձը 100-ապատկվել է։ Հիմա ես որ մի տենց մի նախադասություն ասեի, մեր ժամանակ աշխատավարձը 100-ապատկվել է, պատկերացնում եք ընդդիմությունը ինձ ինչ կաներ։ Մի հատ համաշխարհային փոթորիկ էին բարձրացրել, բայց փաստը մնում է փաստ։ Եվ մենք ուրախ ենք այդ ամեն ինչի համար։ Բայց ամենակարևորը, էլի, այս ամեն ինչը, տեսեք, կամավոր ատեստավորում ուսուցիչների աշխատավարձի կրկնապատկում։ Հաջորդ փուլումի միջայլոց մենք կամավոր ատեստավորված ուսուցիչների համար մի հատ էլ ենք կամավոր ատեստավորում անելու։ Եթե առաջին կամավոր ատեստավորվածների համար դրույքը 100,000-ի փոխարեն 200,000 դրամ էր, հաջորդ կամավոր ատեստավորման ժամանակ դրույքը լինելու է 300,000 դրամ գումարած ատեստավորման տոկոսը։ Այսօր
Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա, այսօր Հայաստանում 700,000 դրամ ստացող զինվորական կա, այսօր եւ այլն, մենք գիտնականների աշխատավարձը մինչեւ 300% տեղ որոշողություններով ավելացրել ենք, գիտության ֆինանսավորումը կրկնապատկել ենք, մենք տասնյակ միլիարդների երեկոյան ավելի ճշգրիտ թվերը կասեմ, թե ինչքան ենք մենք Մեղրիում ծախսել սուբսիդավորման ծրագրերի համար, ինչքան ենք դոտացիաները ավելացրել, մենք այսօր Մեղրիում գիտեք ինչա տեղի ունենում, Մեղրիում տեղի ունենում հետևյալը, ես չգիտեմ ցելի մեղրեցիներ գիտեք դուք դրա մասին, Հայաստանի պատմության ողջ պատմության մենակ 30 տարվա ընթացքում չէ հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենաերկար կամուրջն է կառուցվում այսօր Մեղրիում 700 մետր երկարության կամուրջ է կառուցվում այսօր Մեղրիում պատկերացնում եք դեպ դա ինչա այսինքն ոչ միայն Հայաստանի պատմությունը ոչ միայն խորհրդային միության այլ մեր հազարամյա պատմության մեջ մենք երբեք ավելի երկար կամուրջ չենք կառուցել եւ 2026 թվականին այդ կամուրջը կառուցվում է Մեղրին դառնում է Խաչմերուկ գիտեք ինչ ես մի բան եմ ուզում ձեզ ասել իմ զգացողությունը որպես լրագրող հետագայում երկարամյա քաղաքական գործունեությամբ զբաղվող ես գիտեք ինչ Հայաստանում կհամաձայնվեք թե չէ ինչ որ Հայաստանում երբ որ միշտ ասեմ Մեղրի բառը արտասանել ենք Մեղրի բառը միշտ ուղեկցվել է ինչ որ տագնապով ինչ որ անհանգստությամբ ինչ որ թախիծով ես հիմա եկել եմ ձեզ վստահ ասել են հիշում եք չէ Մեղրին տվին հեսա տալու են այնի ընդ որում դա մենակ մեր ժամանակ չի եղել մեզնից առաջել է եղել հարցը այն չի եղել թե Մեղրին տալու են թե չեն տալու հարցը այն է եղել թե ով է տալու երբ է տալու եւ ինչ պայմաններով է տալու սիրելի մեղրեցիներ ես ձեզ եկել եմ ասել որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Մեղրի անունը ոչ միայն թախծոտ չի հնչում, Մեղրի անունը հնչում է ուրախ, Մեղրի անունը հնչում է ուղղակի հրաշալի, Մեղրի անունը հնչում է այնպես, ինչպես հնչում են կենտրոնական անուններ, որովհետև ամբողջ աշխարհը այսօր նայում է Մեղրիին եւ մեր նման սրտատրով սպասում է, թե սպասում է Լսեք, նախագահ Տրամպի հետ մենք Մեղրի ենք քննարկում, նախագահ Պուտինի հետ Մեղրի ենք քննարկում, նախագահ Մակրոնի հետ Մեղրի ենք քննարկում, նախագահ ֆոն դեր Լայենի եւ Կոշտայի հետ Մեղրի ենք քննարկում, որոնք բոլորը հիմնականում հետաքրքրում են լավ այդ ճանապարհը երբ առնելու, որտեղ բոլորը սպասում են, որ Մեղրին վերջապես էլի վերադառնա համաշխարհային Խաչմերուկի իր կարգավիճակի եւ դուք ժողովուրդ իսկապես էլ մի րոպե այդ ծափը բանը հələ սպասեք հələ այն որ ասում եմ ծուրը նստենք դուզ խոսանք դուք հասկանում եք ինչա տեղի ունենում հիմա չէ լուրջ ես ուզում եմ մենք արձանագրենք կարող է մենք էլ տենց լավ չենք արձանագրում այդ որ ասում ենք խաղաղության խաչմերուկ Հիմա մեր աչքի առաջ խաղաղության խաչմերուկը հյուսիսից հարավ եւ արևելքից արևմուտք տեղի է ունենում եւ որ ասում են խաղաղության խաչմերուկ Մեղրին է խաղաղության խաչմերուկի սիրտն է Մեղրին է խաղաղության խաչմերուկի հոգին է Դե որ այսքան ասեք խնդրում եմ մենակ ճիշտը ասեք էլի խնդրում եմ ճիշտը ասեք Պայմանավորում մենք որ ճիշտն ենք ասում Դե մի մենակ ճիշտը ասեք էլի վերջին 9 ամսվա ընթացքում Մեղրիում տների ու հողի գինը ինչքան է աճել ճիշտը ասեք էլի մենակ ճիշտը ասեք Հա Անկեղծ Կարամ միկրոֆոնով հետ ասեմ Հետո ձեր վրա եմ հղում անելու Համայնքի ղեկավար Բայց մի րոպե կադաստրի կոմիտեի ղեկավարը ստե չի Բան չի գնացել տենց հետո Համայնքի ղեկավարը հավաստիացնում է որ Մեղրիում անշարժ գույքի գները կրկնապատկվել
Այն եւ դա ինչ է նշանակում դա նշանակում է որ մեղրին ոչ միայն հավատում է խաղաղությանը այլև մեղրին խաղաղության խաչմերուկ է խաղաղության խաչմերուկ է Եվ ես եկել եմ ձեզ մեզ բոլորի շնորհավոր եմ այս առիթով որովհետև եթե մեղրին է խաղաղության խաչմերուկ ուրեմն Հայաստանի Հանրապետությունն է խաղաղության խաչմերուկ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը բարեկեցության խաչմերուկ է Հայաստանի Հանրապետությունը ազատության բարեկեցության աշխատանքի խաչմերուկ է Եվ ես համոզված եմ, որ մեղրին ավելի ու ավելի մեծ ձգողականություն է ունենալու, մենք հիմա աշխատում ենք։ Ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ բանի երկաթուղու շինարարության հետ կապված արդեն կոնկրետ գործողություններ կանենք, ինչը նշանակում է միջայլոց բազմաթիվ աշխատատեղեր մեղրիում, բայց ես ենթադրում եմ, որ էլի ինչպես տեսնում ենք շատ այլ մարզերից եւ բնակավայրերից գալիս են, այս օրինակ Սիսանից մի քաղաքացի կար, որ ասեց եկել է մեղրի աշխատանք գտնի ու չի գտնում, լավ այսքան ձգել է մի երկու ամիս է ձգի հաստատ թրիփի շրջանակներում իր համար էլ աշխատանք կգտնվի։ Եվ ուրեմն կեցցե խաղաղությունը, կեցցե խաղաղության խաչմերուկը, կեցցե խաղաղության խաչմերուկի խաչմերուկ մեղրին։ Եվ ուրեմն 2026 թվականի ընտրություններում ժողովուրդ ջան, մեղրի խոշորացված համայնքը գնում է ընտրական տեղամաս եւ տերականգնում խաղաղությանը, տերականգնում պետությանը, տերականգնում բարեկեցությանը, տերականգնում ապագային, որը այսօր, որովհետեւ այսօր ապագայի ուղեկցությամբ է, ապագա հələ եկեք ստեղ, եկեք, բոլորդ եկեք ստեղ, անօրինական, հա, չէ, անօրինական, հա, եկեք, հլա, այդ բանը գիտեք դուք, ընտրություններ 2026-ին, այդ գիտեք, և ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, մի րոպե, ասում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, հետո ես հենց եմ անում, դուք ասում եք 16-ին, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, մի հատ էլ ուրիշ կա, երեխեք, ես ասում եմ, որովհետև պետությանը դուք իրար հետ ասում եք տեր ենք, ասում եմ խաղաղությանը դուք ասում եք տեր ենք, անկախությանը ասում եք տեր ենք, ապագային ասում եք տեր ենք, և որովհետև խաղաղությանը, պետությանը, անկախությանը, ապագային, փառք նահատակների և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ ջան գնացինք մենք, չգնանք, իմիջայլոց ժողովուրդ ջան, այսօրվա մեր նախընտրական մարտավարությունը հետևյալն է, որ մենք մարզկենտրոնում ենք անում մեր հիմնական նախընտրական հանդիպումը, իսկ համայնքի բնակավայրեր խոշորացված գնում ենք շրջում ենք, սենց շփվում ենք եւ այլն։ Այնպես որ Սյունիքի մարզի մեր մեծ հավաքը նախատեսված է Կապանի Գարեգին Նժդեի հրապարակում ժամը 19:30-ին։ Ով ժամանակ ունի, տրամադրություն ունի, հավես ունի, հնարավորություն ունի, եկեք, այնտեղ հնչելու են ելույթներ, ելույթ են ունենալու նաև մեր գործընկերները, նախարարներ, պատգամավորներ, այնպես որ հանդիպում ենք 19:30-ին Կապանի Գարեգին Նժդեի հրապարակում եւ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ խաղաղությանը, պետությանը, անկախությանը, ապագային, երջանկությանը ապրեք